Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք ձեր հետ միասին քննարկելու ենք եւ ուսումնասիրելու ենք Իրանի նախագահի Մասուդ Փեզիշկյանի այցը Ադրբեջան, Բաքու եւ հանդիպումը այդտեղ Իլհամ Ալիևի հետ, սա շատ բարձր աստիճանի մակարդակի եւ կարեւորության այց էր եւ շատ կարեւոր հետևանքներ կան այս այցի ուրեմն ավարտվելուց հետո։ Ուստի համարում եմ, որ շատ կարևոր է մանրամասն վերլուծենք եւ խոսենք այս այցի մասին։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման լայքեք այս վերլուծությունը, դա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաեւ գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք եւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված PayPal-ի կամ կրիպտոարժույթների հասցեների միջոցով, ինչպես նաև արևմտյան պետություններում գտնվող մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Անցնենք առաջ։ Օրերս Իրանի նախագահ Մասուդ Փեզիշկյանը այցելեց պաշտոնական այցով Ադրբեջան եւ կարելի ասել, որ այս այցը բերեց լուրջ զարգացում եւ մոտեցում նույնիսկ հարաբերությունների բարելավում Թեհրանի եւ Բաքվի միջև։ Այցը վերաբերվում էր եւ այցի ընթացքում հետևանքում կնքվեց մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերվում էին ուրեմն ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, մեդիայի ոլորտում հարաբերություններում եւ ընդհանուր առումով կողմերը հռչակագիր ստորագրեցին, որով հարաբերությունների համագործակցության նոր ուրեմն փուլ կարելի ասել մտան երկու կողմերը։ Երկու առաջնորդները ընդգծեցին ճակերտներում եղբայրական եւ միմյանց հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, երկու պետությունի ներկայացուցիչներն էլ ընդգծեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցը եւ ինչպես նաեւ կարեւորեցին տարածաշրջանային երկխոսությունը Ադրբեջանի եւ Իրանի միջև։ Բացի դրանից խոսվեց հյուսիս-հարավ ուրեմն միջանցքի կարեւորության մասին, որը կապելու է Իրանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը, եւ նոր առազ միջանցքի մասին, որը ներառելու է ինչպես ճանապարհ, այդպես էլ երկաթուղի եւ կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Կարելի ասել, որ առազի միջանցքը, որը նոր թեմա չէ, բայց նորից հիմա այդ թեման օրակարգ դրվեց, լինելու է այդպես կոչված էքստրատերիտորիալ Զանգեզուրի միջանցքի կամ խաղաղության խաչմերուկի ներսում գտնվող ճանապարհի իրանական այլընտրանքը։ Աշխարհաքաղաքական առումով մենք կարող ենք ասել, որ սա շատ կարևոր այց էր, որովհետև Իրանը կարելի ասել, որ ուղղված է ավելի մտերիմ հարաբերություններ ունենալու Բաքվի հետ, այն ընթացքում, որ միևնույն ժամանակ ակտիվ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ սուվերենությանը եւ դրա բազմաթիվ ապացույցներ կան։ Ադրբեջանը մյուս կողմից, ունենալով լավ հարաբերություններ Իսրայելի հետ, բարելավում է սրանով հարաբերությունները Իրանի հետ, ինչը նաև հետաքրքիր զարգացում է։ Սկսենք մանրամասն ձեր հետ միասին վերլուծել, ես նախապատրաստել եմ բոլոր կարևոր իրադարձությունները եւ հայտարարությունները այս թեմայի շուրջ, որի մասին մենք հիմա կխոսենք։ Ապրիլի 28-ին ուրեմն տեղի ունեցավ երկու հանդիպում, առաջի հանդիպումը դա ամենաբարձր մակարդակով Իլհամ Ալիևի եւ Մասուդ Փեզիշկյանի հանդիպումն էր, ինչպես նաեւ երկկողմանի, բայց ավելի լայն պատվիրակության հանդիպում։ Նույնիսկ պատկերացրեք, որ խոսք է գնում մոտավորապես 120 կառավարության եւ ուրիշ անդամների մասին պատվիրակության, որը Իրանից եկել էր Բաքու։ 120 անդամից բաղկացած պատվիրակությունը դա շատ լուրջ եւ մեծ քանակի պատվիրակություն է իրականում եւ շատ լուրջ կարելի ասել հետևանքներ ունեցող է։ Ստորագրվել է փաստաթուղթ,
որը ադրբեջանա-իրանական ընկերության եւ եղբայրության մասին է, եւ Ալիևը ընդգծել է, որ սա շատ հաջողակ այց էր։ Փեժիշկյանը նաեւ ասել է, որ Ադրբեջանում իրան զգում է ինչպես երկրորդ տանը Իրանի քաղաքացիների համար, եւ նաեւ նշել է, որ մենք երբեք այստեղ մեզ օտար չենք զգում, հարևանները կարող է ունենան պատեր, բայց մեկը միասին են։ Բացի դրանից երկուսն էլ ընդգծել են սուվերենության եւ միմյանց գործերի մեջ չխառնվելու քաղաքականությունը, Փեժիշկյանը հատկապես ընդգծել է տարածքային ամբողջականության կարևորությունը, ինչպես տարածաշրջանում կայունության համար ամենաառաջի եւ սկզբունքային մոտեցումը տարածքային ամբողջականությունը։ Հատկապես Փեժիշկյանը ասել է, մենք պետք է աջակցենք, մենք պետք է ուրեմն կարելի ասել ընդունենք կամ հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը եւ չունենանք որևէ մկրտում միմյանց տարածքի հանդեպ։ Եվ հակամարտությունը սկսվում է, երբ մի կողմը ուզում է գրավել մյուս պետության տարածք։ Բացի դրանից Իրանը ինքը նշել է Փեժիշկյանը, որ Իրանը միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները եւ նույն ձևով, նույն իր կարգավիճակով պաշտպանում է Հայաստանի իրավունքները։ Սա բալանսավորված կարելի ասել մոտեցում էր Փեժիշկյանի կողմից, որի նպատակն էր բալանսավորել Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության ուղղությունը եւ ընդհանուր առումով կարելի ասել, որ այս հայտարարությունը Երևանի համար իհարկե ընդունելի եւ կարեւոր է։ Համատեղ այս պետությունների ուրեմն հայտարարությունը, որը արվեց, նախագահների հայտարարությունը, ընդգծում է համատեղ ռազմավարական նպատակները կողմերի։ Նաև ստորագրվել է ուրեմն ծրագիր քաղաքական երկխոսության 2025-2027 թվականների համար, որում ներգրաված են լինելու արտաքին գործերի նախարարները երկու պետության։ Նաև ստորագրվել է մեմորանդում, հռչակագիր, որը ուղղված է տրանսպորտային համագործակցության հարցին 2025-2026 թվականներում Ադրբեջանի տրանսպորտի նախարարության եւ Իրանի տրանսպորտի նախարարության միջև։ Այս պայմանագիրը ներառում է երկաթուղու, ճանապարհների եւ միջանցքների, այդ թվում հյուսիս-հարավ միջանցքի ծրագրի զարգացումը։ Բացի դրանից ստորագրվել է ուրեմն ջրի հետ կապված ջրային ռեսուրսների եւ Կասպիաց ծովում հարաբերությունների մասին տեխնիկական պայմանագիր եւ մշակութային հարաբերությունների մասին փաստաթուղթ, որը ներառում է 2025-2028 թվականները եւ ընդհանուր առումով նպատակ ունի մշակութային առումով մոտեցնել երկու կողմը։ Ստորագրվել է նաեւ ԶԼՄ-ների ուղղությունով հարաբերությունների մասին փաստաթուղթ, որի նպատակն է աջակցել միմյանց ուրեմն այն առումով, որ ել ավելի մոտեցնեն հանրությունները Ադրբեջանի եւ Իրանի եւ միասնական պայքարեն հակատեղեկատվական ուրեմն ոլորտում։ Բացի դրանից երկու կողմը հայտարարել են, որ պատրաստ են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական իրենց ծառայությունները։ Ալիևը նշել է, որ պատրաստակամություն կա վերաբացվի Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում, որը շատ շուտով տեղի կունենա։
ադրբեջանական դեսպանությունը փակվել էր Թեհրանում 2023 թվականի հունվարին տեղի ունեցած հարձակումից հետո։ Եվ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք նախապատրաստում են դեսպանության վերաբացում։ Կարևորագույն հարցերից մեկը Առազի միջանցքի հարցն էր։ Առազի միջանցք, այդպես կոչված ծրագիրը կամ Նախիջևանի հետ կապով ճանապարհը, կարելի ասել կենտրոնում էր գտնվում այս այցի, որի նպատակն է տարածաշրջանային կապերի ամրապնդում։ Ալիևը եւ Փեժիշկյանը ընդգծել են, որ այս ճանապարհը ունի շատ մեծ կարևորություն եւ որ կողմերը ունեն լուրջ առաջընթաց այս հարցի շուրջ, որի անունն է Առազի միջանցք եւ որը կապելու է Նախիջևանը եւ Ադրբեջանի մնացած տարածքը Իրանի տարածքով։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարելի է ասել ավարտել է արդեն իր պատրաստական գործունեությունները, որը ուրեմն Առազի Արաքս գետի ափին ճանապարհի բացման մասին է Իրանի հետ եւ նաեւ պատրաստել է ամեն ինչ սահմանը բացելու համար Իրանի հետ, որը պետք է տեղի ունենա այս տարվա վերջ։ Եթե ամեն ինչ գնա ըստ մեր ծրագրի, ինչպես ասում է Ալիևը, ապա ճանապարհը ուրեմն մեքենաների համար սահմանի վրա կբացվի այս տարվա վերջի հատվածում։ Իրանական կողմը ասում է, որ որևէ խնդիր չի լինի ցամաքային սահման բացել այդ հատվածում, նկատի ունեն Արաքսի հատվածը, նկատի ունեն հենց այդ Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները Արաքսի հովտի, որտեղ որ հիմա ադրբեջանական վերահսկողություն է։ Եվ Իրանն ասում է, որ ամեն ինչ պայմանավորված է, որևէ խնդիր չի լինի։ Բացի դրանից, այդ նշանակում է, որ ճանապարհը փաստորեն տարվա վերջի համար արդեն հնարավոր կլինի, որ այդտեղից միանգամից մուտք գործեն դեպի Իրան եւ Իրանի տարածքով գնան Նախիջևան մեքենաներով, եւ սա նաեւ իհարկե ոչ միայն քաղաքացիական, այլ նաեւ տարբեր նպատակների համար կարող լինի օգտագործված։ Բացի դրանից արդեն գնում են ակտիվ քննարկումները երկաթուղու կառուցման մասին Ադրբեջանից Նախիջևան։ Եվ սա Իրանը փորձում է ներառել հյուսիս-հարավ այդ ճանապարհի տրամաբանության մեջ։ Նկատի ունեմ Աստարայի ուղղությունով, դուք գիտեք, որ երկաթուղի պետք է կառուցվի եւ այդ երկաթուղու հատվածի ուղղությամբ Ադրբեջանը նաեւ ծավալում է գործողություններ այն առումով, որ այդ հյուսիս-հարավի տրամաբանության մեջ նաեւ ներառվի այդ երկաթուղին։ Կարելի է ասել, Ադրբեջանը եւ Իրանը ունեն համատեղ շահեր այստեղ։ Հյուսիս-հարավը, որը Իրանը կապում է Ռուսաստանի հետ Ադրբեջանի տրամաբանությամբ, մտնում է Իրանի շահերի մեջ, իսկ Ադրբեջանը կապող ճանապարհը Նախիջևանի եւ հետո Թուրքիայի հետ մտնում է Ադրբեջանի շահերի մեջ, ուստի Ադրբեջանի եւ Իրանի շահերը կարելի է ասել այդ ուղղությամբ համընկնում են։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ արդեն Զանգիլան-Աղբենդ ուղղությունով նախապատրաստել է եւ կարելի ասել ավարտում է երկաթուղու կառուցման գործընթացները եւ պատրաստ է կապել երկաթուղին, որը ըստ Ադրբեջանի պետք է անցներ Հայաստանի տարածքով, պատրաստ է կապել Իրանի տարածքով եւ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է այսպիսի ճանապարհ տրամադրել։ Իհարկե Առազի միջանցքը Իրանով ունի ռազմավարական լուրջ կարևորություն։ Դա կարելի ասել ալտերնատիվ փոխարինող միջանցք է, այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի, որը Հայաստանի տարածքով պետք է անցներ։ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը Իրանի դեպքում հստակ ասում է, որ Իրանի ճանապարհը դա տրանզիտային է եւ որևէ ցանկություն, որևէ մեկի տարածքը, որևէ մեկը չի գրավում այդտեղ։ Բայց ինչպես գիտեք, Զանգեզուրի միջանցքի դեպքում իրենք պահանջում են էքստրատերիտորիալ միջանցք։
իսկ այնտեղ էքստրատերիտորիալ միջանցքի մասին Իրանի տարածքով խոսք չի գնում։ Բաքուն նաև հայտարարում է, որ այս ուղին շատ կարևոր հատված է, որը կապելու է Եվրոպան եւ Ասիան եւ նաև կապելու է միջերկրական ծովի հետ այս տարածաշրջանը եւ բերելու է բոլորին շատ մեծ զարգացումներ։ Իրանը եւ Ադրբեջանը զարգացնում են իրենց դերը տարածաշրջանում եւ սրադով կարելի է ասել նաև նվազում է Հայաստանի տարածքով այդպես կոչված միջանցքի բացման ուրեմն շտապելու հարցը շտապ չի այս հարցը դառնալու, որովհետև Ադրբեջանը ունենալու է այդ այլընտրանքը Իրանի տարածքով։ Թեհրանը երկար ժամանակ է արդեն դեմ է այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի, որը ընդհանուր առումով խնդիր կարա ստեղծել եւ վտանգավոր լինի Իրանի համար։ Մենք ձեր հետ միասին ակտիվ քննարկեցինք երեք եւ մեր վերջի վերլուծությունը դրա մասին էր, թե Իրանում ինչպիսի էթնիկ բաղադրիչ կա եւ կրոնական բաղադրիչ, եւ մենք ձեր հետ միասին խոսեցինք ադրբեջանական հսկայական բնակչության ներկայության մասին, որը իհարկե լուրջ խնդիր կարա լինի, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան ստեղծեն ցամաքային կապ, ուստի այդ կապը գոյություն չի ունենա այն դեպքում, եթե երբ որ խոսք է գնում ուրեմն Ադրբեջանի կողմից այդպիսի ճանապարհ ունենալը Իրանի տարածքով, որտեղ Իրանը ինքը կապահովի այդ տարածքի անվտանգությունը եւ այն, որ Ադրբեջանը մկրտումներ այդ ուղղությամբ չի ունենա։ Իրանը 80 միլիոնանոց պետություն է, Իրանը հզոր պետություն է եւ շատ մեծ պետություն է։ Ի համեմատ Հայաստանի, որը համեմատ 3 միլիոնանոց պետություն է եւ տնտեսությունը նաեւ Հայաստանի փոքր է, ինչպես նաև զինված ուժերի հնարավորություններ եւ այլն։ Ուստի խնդիր կա, որ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը կարա լինի հենց էքստրատերիտորիալ կարգավիճակով, ինչը Ադրբեջանը պահանջում է, իսկ Արազի միջանցքը, Արաքսի միջանցքը այդ դեպքում որևէ էքստրատերիտորիալ կարգավիճակի մասին խոսք չի գնում։ Ակտիվ են կողմերը քննարկում այս հարցը եւ Իրանը սրանով նաև ապահովում է այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանները չի փոխվի, ինչով Իրանը պահպանելու է իր համար ցանկալի ճանապարհը դեպի Հայաստան եւ սահմանը Հայաստանի հետ։ Իհարկե Հայաստանի համար սա ընդունելի է մասամբ, բայց մյուս կողմից իհարկե Հայաստանի համար ցանկալի կլիներ ունենալ ճանապարհ այդպիսի Ադրբեջանի եւ Նախիջևանի Թուրքիայի միջև ինչպես գործիք, բայց որ ամբողջությամբ Հայաստանի վերահսկողության տակ լիներ։ Ուստի այս հարցը իհարկե կարա օգնի Հայաստանին այն առումով, որ Իրանի կարգավիճակով տրամադրի այդպիսի ճանապարհ Ադրբեջանին եւ Թուրքիային խաղաղության խաչմերուկ այդ գործընթացի ներքո։ Հիմա հյուսիս-հարավ միջազգային միջանցք, որը կապելու է ուրեմն Ռուսաստանը եւ կապելու է Հարավային Ասիան Ադրբեջանի եւ Իրանի միջոցով, սա ինչպես Ալիևը ասեց, հյուսիս-հարավը ունի շատ մեծ կարևորություն եւ այս ծրագիրը, այս ուրեմն մոտեցումը եւ այս միջանցքը կբերի օգուտ բոլոր պետություններին, ով ներգրաված է այս ծրագրի մեջ։ Ադրբեջանը արդեն կառուցել է ամեն ինչ պետք է, ուրեմն ռեշտ աստարա երկաթուղու կապման համար եւ հիմա աշխատում է այն ուղղությունով, որ ել ավելի մեծացնի հնարավորությունները, որը կան ռեշտ աստարայի ուղղությունով։ Ալիևը նաև ընդգծել է, որ Բաքուն լուրջ ներդրումներ է անում իր նավահանգիստների, երկաթուղու եւ ճանապարհների ուրեմն զարգացման հարցի մեջ, որը նպաստելու է հյուսիս-հարավ ճանապարհի ել ավելի զարգացմանը։ Փեժիշկյանը ընդգծել է հյուսիս-հարավի կարևորությունը, կոչել է Ադրբեջանը ամենակարևոր խաղացողը, ուրեմն կարելի ասել ամենամեծ դեր ունեցողը հյուսիս-հարավի այս ծրագրում եւ
Իրանը ընդգծում է, որ Ադրբեջանը իր համար կարևորագույն գործընկեր է, երբ խոսք է գնում ուրեմն նոր շուկաների ուղղությունով աշխատելու ուրեմն ծրագրին Իրանի, եւ երկու նախագահները պայմանավորվել են, որ ամեն ինչ կանեն, որ արագացնեն աստառարեշտ երկաթուղու ուրեմն պակասող իրանական հատվածում ուրեմն հատվածի զարգացնելու ուղղությամբ քայլերը եւ պետք է ավարտել 2025 թվականի վերջին։ Եվ սա Եվրասիայի տարածաշրջանում Հարավային Կովկասը դարձնելու է կարևորագույն հաբ եւ տրանսպորտային կապերի համար կարևորագույն վայր հենց Հարավային Կովկասը։ Եվ ըստ Իրանի հյուսիս-հարավ ճանապարհը ունենալու է շատ մեծ ազդեցություն տարածաշրջանի համար։ Բացի դրանից կողմերը խոսել են նրա մասին, որ Իրանը ուզում է մասնակցել եւ Ալիևը հրավիրել է Իրանին մասնակցել Ադրբեջանի տարածքում տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի մեջ, այդ թվում երկաթուղու ճանապարհների կառուցման, էներգետիկայի ոլորտում եւ այլն, եւ հատկապես ընդգծել է, որ Ադրբեջանը ուրեմն վերականգնում է այդպես կոչված ազատացված տարածքները Ղարաբաղում եւ կառուցում է քաղաքներ եւ գյուղեր զրոյից եւ հրավիրում է ընկերական եւ եղբայրական Իրանին, որ մասնակցի այս վերականգնողական եւ շինարարական գործողությունների մեջ։ Էներգետիկայի ոլորտում հարաբերությունների ուղղությունը եւս մեկ կարևոր հարց էր։ Ստորագրվել է ուրեմն եւ նախապատրաստվել են նոր ծրագրեր համագործակցելու հետ էներգետիկայի ոլորտում, հատկապես ցանցերի, որոնք կապելու են Ադրբեջանի եւ իրանական հոսանքային համակարգները։ Բացի դրանից իրանական գործընկերներին հրավիրել են ավելի ակտիվ մասնակցել Ադրբեջանի էներգետիկայի ոլորտում։ Կողմերը խոսացել են նաև հնարավորության մասին փոխանցել եւ միմյանց վաճառել հոսանք։ Բացի դրանից Ադրբեջանը խոսել է նրա մասին, որ 5 տարվա մեջ Ադրբեջանը կունենա շատ լուրջ հնարավորություն 6500 մեգավատ ժամ հնարավորություն, որը գալու է, կարելի ասել, արևային եւ հիդրոէլեկտրոկայանների հնարավորությունից եւ մեծ մասը դրա լինելու է ուղղված հենց էքսպորտի վաճառմանը, որովհետեւ Ադրբեջանը կարողանալու է դրա շնորհիվ այնպես անել, որ նաև ազատագրի ինչ որ առումով իր ստեղծված հնարավորությունները էներգետիկայի ոլորտում։ Ադրբեջանը խոսում է նրա մասին, որ ավելի է ակտիվ շարժվում դեպի կանաչ էներգետիկա, որը վերականգնողական ուղղություն ունի եւ այդ ոլորտում առաջարկում է Իրանի հետ ակտիվ համագործակցություն, ինչպես նաև Արաքս կամ Արազ գետի վրա միմյանց աջակցությամբ եւ միասնական հիդրոէլեկտրակայանների կառուցման գործընթացը։ Բացի դրանից կողմերը արդեն ունեն պայմանագրեր, որոնք վերաբերում են Խուդաֆերինի եւ Գիզ Գալասի ջրամբարների հարցերին, որոնք օգտագործվելու են միմյանց տարածքներում, ուրեմն ինչպես էներգետիկայի հատվածում նկատի ունեմ հիդրոէլեկտրոկայանների կառուցման եւ օգտագործման առումով, այդպես էլ ուրեմն տնտեսական եւ գյուղատնտեսական ուղղությամբ։ Կողմերը նաև խոսել են նավթի եւ գազի ուղղությունով հարաբերությունների մասին, որևէ հստակ մանրամասն սրա մասին չտրամադրելով։ Տարածքային եւ ուրեմն տարածաշրջանային անվտանգության եւ աշխարհաքաղաքական մոտեցումների մասին։ Երկու կողմերը պայմանավորվել են, որ տարածքային եւ տարածաշրջանային հարցերը
պետք է լուծվեն միայն տարածաշրջանային ուժերի կողմից։ Ալիևը ընդգծել է, որ սա կարևոր մոտեցում է Իրանի կողմից։ Թեհրանը եւ Բաքուն ուրեմն միասնական մոտեցում ունեն, որ տարածաշրջանից դուրս գտնվող ուժերը չպետք է խառնվեն տարածաշրջանի հարցերի մեջ։ Բացի դրանից կողմերը եւս մեկ անգամ ընդգծել են տարածքային ամբողջականության, սուվերենության եւ միմյանց գործերի մեջ չխառնվելու քաղաքականությունը։ Սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի եւ արևմտյան պետությունների ներգրավվածությունը Կովկասում պետք է սահմանափակված լինի, ինչպես նաեւ իսրայելական ռազմական հնարավորությունների ուրեմն ներգրավվածությունը եւ տեղակայումը Ադրբեջանի տարածքում անընդունելի։ Բացի դրանից, սա կարևոր հարց է, որովհետեւ գիտեք, որ Իսրայելի հետ հարաբերությունները այն է, ինչ մտահոգում է Իրանին Ադրբեջանի ուղղությունով։ Իրանը նաև ուրեմն ստացել է երաշխիքներ ըստ տվյալների, որ Ադրբեջանի տարածքը չի լինի օգտագործված Իրանի դեմ։ Ադրբեջանը իր կողմից նաև ընդգծել է, որ մտահոգված է իրանական զինված ուժերի կողմից զորավարժություններով, որոնք անցկացվում են Ադրբեջանի սահմանի մոտ եւ հավանական Իրանի աջակցությանը շիա իսլամիստական ցանցին Ադրբեջանի ներսում, որը կոչվում է Հուսեյնի շարժում։ Բացի դրանից կողմերը հիշել են այն զորավարժությունները, որոնք անցկացվել են Կասպիական ծովի վրա, եւ մենք ձեր հետ դրա մասին միասին ուրեմն խոսել ենք եւ իր ժամանակ վերլուծել ենք այդ զորավարժությունները։ Կողմերը ընդգծում են, որ կլիմայի ուղղությունով պետք է համագործակցեն, ինչպես նաեւ իսլամի աշխարհի ուղղությունով։ Թեհրանը ընդգծել է ընդհանուր առումով, որ եւ կարելի ասել, որ Թեհրանի համար կարևոր է այն հարցը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները բարելավվեն։ Թեհրանը նաեւ ընդգծել է ընդհանուր առումով տարբեր հարցերի հանդիպումների շուրջ եւ կարելի ասել, այդ թվում ոչ պաշտոնական տվյալները, որը կան ադրբեջանական մամուլից եւ ադրբեջանական վերլուծական դաշտից, որ Թեհրանը ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորության հարցը իր համար առաջի հերթին եւ կոչ է արել, որ միակողմանի տարածքային փոփոխություններ տարածաշրջանում չլինեն եւ որ Իրանը աջակցում է Հայաստանի իրավունքներին, միջազգային իրավունքի ներսում, ինչպես Ադրբեջանի իրավունքներին։ Սա իհարկե ընկալվում է ինչպես Իրանի քաղաքականությունը ուղղված դեմ Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցքի, ինչպես նաև Սյունիքի վրա որևէ հարձակման։ Բացի դրանից, իհարկե, հետաքրքիր էր այն փաստը, որ Ալիևին կոչել է Փեժիշկյանը իմ ուրեմն եղբայր եւ իմ հարգարժան եղբայր, կարելի այսպես ասել։ Եվ ընդհանուր առումով մենք տեսնում ենք, որ Հայաստանից որևէ արձագանք իհարկե չկա այս հարցերի եւ ես չեմ կարծում, որ այդպիսի արձագանք կլինի։ Հայաստանը հասկանում է, որ որևէ հայտարարություն պաշտոնական անելու այս ուղղությունով անհրաժեշտություն չկա, բայց վերլուծական դաշտը իմ պատկերացումով այդքան էլ խորը չի վերլուծել այս կարևոր հարցը։ Իհարկե սա ունենալու է լուրջ ազդեցություն, որովհետև կարելի ասել Թուրքիան նաև հետևում է ակտիվ այս գործընթացին, Թուրքիան է աջակցել Զանգեզուրի միջանցքի ծրագրին, բայց նաև տեսնում է, որ Թուրքիան եւ Իրանը ունեն շատ բարդ հարաբերություններ, դա վերաբերվում է ինչպես Սիրիային, այդպես էլ Իրաքին,
եւ այն փաստին, որ Իրանը փորձում է ամեն ինչ անել, որ հարավային Կովկասը ամբողջությամբ չանցնի Թուրքիայի վերահսկողության տակ եւ այդ թվում Ադրբեջանը չլինի ամբողջությամբ Թուրքիայի ազդեցության տակ, մասամբ Իրանի ազդեցությունը այդտեղ պահպանվի, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը շիա պետություն է, ինչպես նաև Իրանը կենտրոնական շիա պետություն է։ Եվ Իրանում գտնվում են մոտավորապես 15 միլիոն ադրբեջանցի, պաշտոնական տվյալներով 17% բնակչության, բայց մենք ունենք նաև գործընկերներ եւ մեր ալիքի աջակցողներ, այդ թվում Իրանից, ով ասում է, որ այդ թիվը շատ ավելի շատ է եւ ոչ թե 17%, այլ նույնիսկ 25-30% է Իրանի բնակչության էթնիկ ադրբեջանցի, այսինքն թուրք ադրբեջանցի։ Իհարկե Ռուսաստանը ընդհանուր առումով ընդունելի է համարում այս հարաբերությունների զարգացումը, որովհետև սա կարևոր քայլ է Իրան-Ադրբեջան հարաբերությունների առումով, որը սպասարկելու է Ռուսաստանի շահերին հյուսիս-հարավի ուղղությունով, որտեղ հյուսիս-հարավում Ռուսաստանը եւ Իրանն են կապնվում։ Իհարկե, մենք հիշում ենք, որ օրերս Ադրբեջանը պետական այցով էր գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանում եւ այդտեղ կնքվեց պայմանագիր, որը վերաբերվում էր, մենք դրա մասին մանրամասն ձեր հետ խոսել ենք, այդ թվում միջանցքի եւ ճանապարհների ստեղծման հարցին եւ հաշվի առնելով, որ Չինաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են, Չինաստանը եւ Ադրբեջանը դաշնակիցներ են, Չինաստանը եւ Իրանը դաշնակիցներ են, Չինաստանի համար հյուսիս-հարավը Ռուսաստան, Ադրբեջան, Իրան ճանապարհը շատ կարևոր եւ հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ առազի միջանցքը, այդպես կոչված թուրքական ուրեմն միության կապը Իրանի տարածքով նաև շատ կարևոր ծրագիր է եւ առաջ է գնում, ընդունելի է իհարկե Չինաստանի համար։ Ինչ վերաբերվում է Իրանին, ապա իրանական կողմը շատ ակտիվ է ողջունել այս այցելությունը եւ ընդգծել է, որ սա շատ կարեւոր բոլոր ոլորտներում զարգացում է Իրանի պետական ուրեմն ԶԼՄ-ները ընդգծել են, որ սա առաջի այցն է իրանական նախագահի Ադրբեջան 2022 թվականից հետո եւ որ սա շատ լուրջ առաջընթաց է երկու կողմերի համար եւ Փեզիշկյանի մոտեցումները այս առումով շատ ակտիվ սպասարկելու են կողմերի շահերին։ Բացի դրանից, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ընդգծեմ եւս մեկ կարևոր փաստ, որով կարամ ամփոփել, այսպես ասած, այս մեր վերլուծությունը, այն է, որ Փեզիշկյանը իր այցի ժամանակ խոսել է ադրբեջաներեն, թուրքերեն։ Ինքը ընդհանրապես թուրքական ադրբեջանական ծագում ունի Փեզիշկյանը, նախագահը Իրանի, գիտեք, որ այդտեղ նախագահը կարևոր դեր ունի, բայց չի ղեկավարում պետությունը ղեկավարում է կրոնական առաջնորդը, այաթոլլան։ Հարցը նրանում է, որ ինքը կարդացել է բանաստեղծություն ադրբեջանական լեզվով եւ փաստորեն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Իրանի ադրբեջանցիքը մի ժողովուրդ են։ Շատ հետաքրքիր է, որովհետև որևէ մեկը ադրբեջանցիք նույնպես ասում են, որ մենք այդպիսի բան չէինք սպասում, որովհետև այդ բանաստեղծությունները իր ժամանակ Բաքվում կարդացել է Էրդողանը։ Եվ Էրդողանը մոտավորապես այդ բանաստեղծությունները դրանով խոսել է դրա մասին, որ առանց գետը կիսում է երկու մասի ադրբեջանական ժողովուրդը, դե գիտեք, Ադրբեջանի եւ Իրանի տարածքում գտնվող ադրբեջանցիքի, բայց Մասուդ Փեզիշկյանը ինքը լինելով ադրբեջանցի, դրանով նաեւ ասել է, որ մենք ընկալում ենք, որ սա մեկ ազգ է, ինչ որ առումով եւ միասնական ենք, բայց ոչ թե այն առումով, որ պատրաստ են Իրանի ադրբեջանցիքին ինչ որ առումով Բաքվի ազդեցության տակ փոխանցել, հակառակը, որ պատրաստ են այդ մոտեցումներով Ադրբեջանը իրենց ազդեցության մեջ ներառեն եւ փորձեն իրենց ազդեցությունը տարածեն նաեւ Ադրբեջանի վրա։ Իհարկե, կարճ ասեմ, որ իմ պատկերացումով սա Իրանի պրագմատիկ քաղաքականության մաս է, որը փորձում է բալանսավորել
Թուրքիայի ազդեցությունը, որը շատ է աճել Ադրբեջանում, եւ եթե առաջ 60-ը 40-ի վրա էր, 70-ը 30-ի վրա էր իր ժամանակ եւ ազդեցությունը բարձր էր Թուրքիայի, ապա Ղարաբաղի պատերազմից հետո եւ Թուրքիայի անմիջապես ուրեմն մասնակցության հետո, Շուշիի հռչակագրից հետո, որը ստորագրվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, կարելի ասել, եւ այն սրացումից հետո, որը տեղի ունեցավ Իրանի հետ, նկատի ունեմ նախագահի հարցը, նկատի ունեմ դեսպանության հարցը, նկատի ունեմ Իսրայելի հետ համագործակցության ել ավելի աճող եւ խորացող հարցը, կարելի ասել իրավիճակը փոխվել էր մինչև 95-ի վրա մոտավորապես։ Հիմա այս պահին Իրանը այս քայլով 80-20-ի վրա վերականգնեց բալանսը, որովհետև Իրանի համար այս բալանսը նաև իր կարևորությունը ունի, հատկապես հաշվի առնելով, ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանի մոտեցումը Չինաստանի հետ, Ադրբեջանի մոտեցումը Ռուսաստանի հետ եւ Ադրբեջանի ցանկությունը կապտվել Թուրքիայի հետ, եւ եթե Իրանը չտա առազի ճանապարհ, ապա Ադրբեջանը ել ավելի ակտիվ է շարժվելու Զանգեզուրի միջանցքի ծրագրով, որը չի մտնում Իրանի շահերի դեմ եւ շահերի մեջ եւ Իրանի շահերի դեմա, ուստի Իրանը իմ պատկերացումով արեց իր համար շատ պրագմատիկ քայլ, որը իր հերթին նաեւ ձեռնտու է Ադրբեջանի համար եւ ընդհանրապես սա նշանակում է, որ տարածաշրջանում նաեւ եղավ կարևոր փոփոխություններ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, սիրելի հայրենակիցներ, մենք կշարունակենք ձեր հետ միասին վերլուծել կարևոր հարցերը, կհանդիպենք, ցտեսություն։